Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ եւ YouTube-ասերներ, դուք դիտում եք Arm Comedy լրատվա իմպրեսիոնիստական հաղորդումը։ Այսօր մանուկների օրն է եւ մենք շնորհավորում ենք տարածաշրջանի բոլոր հայ մանուկներին, մեր հաղորդումը դիտող բոլոր 3-4, ինչու ոչ 5-ամյա մանուկներին։ Շատ ծանր սրտով ենք սկսում հաղորդումը։ Արքայազն Չարլզը հեռացել է Հայաստանից։ Այո, նրան այլևս չեք հանդիպի Երևանի պուրակներում զբոսնելիս կամ առավոտյան բիսեդկայում թերթ ընթերցելիս, բայց շոուն պետք է շարունակվի։ Հայաստան առանց Չարլզի արդեն ուրիշ երկիր է, էլ հինը չի։ Լավ, այսօրվա հարթման մեջ դիտեք։ Հայաստանից արտագաղթեց Անգլիայի արքայազնը։ Երևանի կենտրոնը կդառնա այն թանկանոց կենտրոններից։ Գազի մասին լսումները տեղի չունեցան տեխնիկական պատճառով։ Պատգամավորները նեղում են կառավարությանը փոքրիկ դահլիճում։ Հյուրը փոքրիկ Կարենչիկը կպատմի ինչպես է վերակառուցելու հրապարակը։ Մեր սիրված արքայազներից մեկը Չարլզը գնաց տուն։ Բայց նախքան դա լավ ուսումնասիրեց հայկական մշակույթը։ Երորյա մասնավոր այցով Երևան ժամանած արքայազն Չարլզը այցելել է Մատենադարան, որտեղ ծանոթացել է հնագույն ձեռագրերին եւ վավերագրերին։ Դե ծանոթանալը որն անես չի, որ տվել են տեղում կարդա կամ կպնի ինչ-որ բանի, բայց ամեն ինչ պատմել են, դե բացի Լոնդոնի մասից, ինքը գիտեր, որ դա Մեծ Բրիտանիայի հայացքն է։ Ի նշան բարեկամության Մատենադարանի տնօրենը Չարլզին նվիրեց ամենահայկական բանը։ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը Միացյալ Թագավորության թագաժարանգին է նվիրել Նարեկացու Մատյան ողբերգության արծաթակազմ գիրքը, ինչպես նաև Մատենադարանում պատրաստված բալասան եւ ծաղկային թեյ։ Լավ, չմոռանանք, որ արքայազնի չի եկել էր Երևան իմ սեր բարեգործական ծրագրի շրջանակներում նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հրավերով, որը իր հերթին մի կազմակերպության անդամ է, որը Հայաստանում ունի հանք։ Արդյունքում, երբ Չարլզենք գնացին օպերա, դրսում այսպես բան եղավ։ Համերգի ենք մենք եկել։ Համերգի ենք մենք եկել։ Արքայազն այ ընկել։ Արքայազն այ ընկել։ Մենք չենք ուզում քեզ կծել։ Մենք չենք ուզում քեզ կծել։ Քեզ վայել չէ ետնամուտ։ Քեզ վայել չէ ետնամուտ։ Մենք չենք խաղում Ռոբին Հուդ։ Մենք չենք խաղում Ռոբին Հուդ։ Այսպես բնապահպան ակտիվիստները հարստացրեցին արքայազնի մշակութային ծրագիրը։ Ուղղակի ափսոս Չարլզը չլսեց այդ քարյակները։ Արքայազն Չարլզին Երևանում ոչ թե զուռնադհոլով, այլ դասական երաժշտությամբ են դիմավորում։ Ուելսի արքայազնի նախապատվությունները չգիտեն։ Հա, երաժշտական նախասիրությունները չգիտեին։ Նախասիրություններից մենակ են ուտելը գիտեին, դե Չարլզը հայտնի տոլմա խեղտող է։ This is so good. Առավոտից իրիկուն տոլմա էր ուտում։ Ի դեպ համերգից հետո արքայազնը երաժիշտներին անձամբ շնորհակալություն հայտնեց։ Իր տպավորություններն էլ արքայազնը նրանց ներկայացրեց անձամբ, դռնփակ անցկացված ֆուրշետին։ Դրանց ֆուրշետին ինչ են հյուրասիրել։ Կարծում ես։ Դե 100%։ So much better than pudding. Իսկ այդ ժամանակ դրսում շարունակվում էր տեղական բնապահպանական ֆոլկլորը։ Այդ պահին գործը հասել էր տոլմայի մասին բողոքելուն։ Իշքան կերակ բոլ եղավ։ Իշքան կերակ բոլ եղավ։ Ու ձեզ արդեն շատ եղավ։ Ու ձեզ արդեն շատ եղավ։ Ադեմարդը մի կտոր հաց էր ուզում ուտել էլի։ Մի խոսքով գնաց մեր սպիտակ ձիով արքայազնը, մաղթում ենք բարի ճանապարհ։ Մամայից բարևներ։ Երևանյան նորություններ։ Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վերջապես որոշել է լուծել քաղաքի կարևորագույն խնդիրը։ Հրապարակը տյունինգ անել։ Քաղաքապետարանը հայտարարել է բաց մրցույթ Հանրապետության հրապարակի վերակառուցման համար։ Մասնավորապես, ինչպես նշեց Նարեկ Սարգսյանը, պետք է լուծում տրվի հրապարակի տակ ստորգետնյա կայանատեղիներ կառուցելու, հրապարակի կենտրոնում կառուցված գորգային հատվածը շահագործելու, ինչպես նաև Լենինի արձանի տեղում որևէ բան կառուցելու կամ չկառուցելու խնդիրներին։ Իհարկե, Երևանում էլ ուրիշ խնդիր չկա, վթարային շենքեր չկան, աղբանության, կոմունալ հարցերը լուծված են, անձրևից հետո ջրեղեղը ընդհանրապես չի լնում, դրա համար կարելի արդեն գեղեցկացնել առավելապես կենտրոն մասը։ Մի բան մոռանանք Երևանի մասին եւ օգնենք մեր գլխավոր ճարտարապետ հրապարակախոսին հասկանալ ինչ երկրում է նա ապրում։ Դա ուղղակի դրվագ Գեղարքունիքից։ Տիգրան ջան, 23 տարի է 11,000 բնակչությամբ Հայաստանի ամենամեծ գյուղի Վարդենիկի կոյաջրերը թափվում են Սևան։ Սա այն է, ինչ մնացել է երբեմնի զտման կայանից։ Այստեղ է եղել 60-ականներին կառուցված Վարդենիկի զտման կայանը։ Սկսում ենք հասկանալ, չէ՞,
թափվում է Սևան։ Արմավիրում միլիոնավոր դոլարների վնաս ա եղել կարկուտից։ Մի բան էլ որ հաստատ դեռ լսած չեք լինի, գազն է թանկանում, գազը։ Իսկ հիմա ինքը այս մյուս նորություններն է լսում։ Տնտեսական աճին շարունակում է դրական նպաստում ունենալ 7%-ային իրական աճ արձանագրած արդյունաբերության ճյուղը, ապահովելով 2012 թվականին 7.2%-ի մեջ 1.2%։ Իհարկե, այսպես հաճելի լուրերի ազդեցության տակ կարելի է ոգևորվել։ Ու ոգևորվում են։ Դառնա մարդու համար հրապարակ։ Այսինքն մեր հրապարակի հիմնական մասը մոտ 2 հեկտար տարածքը չի օգտագործում, դեռ օգտագործում է տրանսպորտ։ Իսկ գիտեք, որ Հայաստանի ահագին տարածք էլի չի օգտագործում մարդկանց կողմից, որովհետև մարդիկ չկան։ Ոչ, Իտալիա չեն գնացել հանգստանալու, գնացել են, որ դուք փող ունենաք, հրապարակը ավելի ստորգետնյա ուրբանիզացված դարձնեք։ Դա այն հրատապ խնդիրն է, որին այսօր պետք է լուծում տրվի, հաշվի առնելով բոլոր այն խնդիրները, որ ունենք մայրաքաղաքում։ Ես չեմ կարող, իրապես չեմ կարող հասկանալ այդ տեսակ հարցադրում։ Դե հենց այդ է էլի խնդիրը, որ չեք կարողանում։ Բայց ոչինչ, դրա համար մենք ձեզ կօգնենք։ Երևանի վերելակների մեծ մասը կիսավթարային վիճակում է, ասֆալտի հետ պարբերաբար խառնում են ինչի արդյունքում ասֆալտը ծառայում է շատ կարճ ու չուզենալով, շենքերի մեծ մասը գտնվում են սեյսմիկ անկայուն վիճակում եւ վերջում Սերգեյ առաջին մասիվում ամառը ջուր չկա։ Ոնց է, սկսում եք կարողանալ հասկանալ։ Իրապես չեմ կարող հասկանալ։ Ամեն տեղ իր խնդիրները կա։ Եվ հրապարակն էլ իր խնդիրներն ունի։ Հրապարակի ստորգետնյա ուրբանիզացիայի հարցը շատ հրատապ խնդիր է։ Մեկ էլ գիտեք, որ նա հրատապ հարց բիոզուքարանները։ Ընդամենը 2 հատ ունենք, ընդ որում Նատալի 3-ն են մեջ անդադ նվագում։ Մի քանի հատ էլ Beatles-ի երաժշտության բիոզուքարան, որ տեղադրենք, էլ հրատապ խնդիր քաղաքում չի մնա։ Էգոիստ, իրականում հասկանում ենք, որ Elvis-ի երաժշտության բիոզուքարանների խնդիրն է սուր կանգնած, եթե հնարավոր է այդ ուրբանիզացված ստորգետնյա մասում դրանից մի քանի հատ տեղադրենք էլի։ Այմար լավ, ստորգետնյան վերջը այդքան վախենալու չի։ Կարող որ վերևը բան չփչացնեն։ Շենքերի ձևափոխումներ հնարավոր է լինեն։ Չեմ բացառում, որ կարող են առաջարկներ լինել, հատկապես պատկերասրահի շենքի նկատմամբ։ Ինչու՞։ Որովհետև այդ շենքը իր դիրքով եւ իր ճարտարապետությամբ մասնագետների գերակշիռ ճնշող մասի կարծիքով իր տեղում չէ եւ չի լուծվել եւ ժամանակին սխալ է տեղի ունեցել։ Դե սխալը կարելի է ուղղել, այդ պատկերասրահը իջեցնենք ստորգետնյա ուրբանիզացված մաս։ Կամ բերել առաջին մասիվ, ջուր չկա գոնե մշակույթ կլինի։ Մենք ունենք ուղիղ գծի վրա երևանցիների ուրբանիզացման հարցով փորձագետին։ Վիլհելմ, ինչու պետք է հրապարակի փոփոխությունները կատարվեն հենց այս պահին, ինչու է սա այսքան հրատապ։ Հարցից զգացվում է, որ բան չեք հասկանում ճարտարապետական հոգեբանությունից։ Այս ամենը արվում է արտագաղթը կասեցնելու եւ մարդկանց մեջ հույս արթնացնելու համար։ Այդ ոնց։ Եթե քաղաքացիները տեսնեն, որ տոննաներով փող ենք ծախսում ստորգետնյա ուրբանիզացման վրա, երաշտական զուգարանների վրա, կմտածեն, որ երևի տնտեսությունը արդեն երկնիշ աճում է, երկիրը փոքրիկ Շվեյցարիա է, ավելի շուտ մեծ Շվեյցարիա, ու ամեն ինչ կընկնի իր տեղը։ Այսինքն հոգեբանական տրյուկ է հրապարակը փոխելը։ Իհարկե։ Իսկ պատկերասրահը ինչ են անելու, ինչով է խանգարում։ Հյուսիսային պողոտան է ծածկում, այդ մարդը այդքան չարչարվեց, այդ եկա հյուսիսայինը սարքեց, նույնիսկ տուրիստներին ուզում ասեն ցույց տա հրապարակից հյուսիսայինը, իսկ այդ շենքը չի թողնում։ Դրա համար իրան պետքա ուրբանիզացնել։ Իրա պուլպուլակները նույնպես հա։ Պուլպուլակները ինչու։ Դե այդ մի բանն էլ թող իրա սրտաբուխ կապրիզ լինի, էլի։ Մերսի Վիլհելմ, իսկ դուք մնացեք առաջին ուրբանիզացիոնի հետ։ Ազգային ժողովում տեղի ունեցավ կառավարության հարցաքննություն, ընդդիմության եւ այլընտրանքի կողմից։ Այլընտրանքային պատգամավոր Միքայել Մելքումյանը, որ տներ էր վարձով տալիս թաքուն ու օրը ցերեկով կիրառում էր իր զանգվածային ոչնչացման ժպիտը, հարցեր սկսեց տալ բիզնեսի մասին։ Արդյոք նպատակահարմար է, որ մեր հանրապետությունում
բիզնեսի պաշտպանի ինստիտուտը կայանա։ Ինչու է այս հարցը հենց բիզնես սկանդալի կենտրոնում ամիսներ առաջ հայտնված պատգամավորին հետաքրքրում։ Ես չեմ ուզում մեկնաբանեմ, ինչ որ եղել է, ստեսին ձեզ։ Դե իրոք, ինչու մեկնաբանել այն ինչ եղել է, դա պատգամավորին չի սազում։ Կարելի է մեկնաբանել այն ինչ չի եղել, ասենք ինչ որ մի օգտակար բան։ Հանգիստ, հա մի փորփրի այդ մարդու անշարժ գույքի հարցը, թե չեմ եկել տեսալ ժպտա։ Լավ, հա, վсё։ Հրաժեշտ տվեց, բայց չհեռացավ։ Մարդը ունի անշարժ գույք եւ հանձնում է վարձակալության, դա բիզնես է, բավարար է։ Ախաշկերս։ Զախ աշկս չի տեսնում էլ։ Շուտ մյուս թեմային անցեք, բիոզուկարներից ինչ կա։ Կարող եմ ասել, որ երկուսն են, այո, բիոզուկարներ չեն, զուգարաններ են, եւ մեկ աշխատում է, մեկի մի կաբինան աշխատում է, մյուսը չի աշխատում։ Մեկը չի աշխատում, հա, որտեվ թանկից էժանը չկա։ Բռնել եք ամենաէժան զուգարանն եք դրել $170,000-ով։ Պարսա պտի չանար, այ մարդավարի մի $500,000 դնեք, հիմա սենց խնդիր չէր լինի։ Բայց կարող է մի հատ абսուրդ բան պետք է ասեմ, կարող է անիմաստ էր այդքան փող տալը բիոզուգարանին։ Այսինքն անիմաստ էր, հա, այդքան գումար տալը այդ բիոզուգարանները ոնց հասկացա։ Անիմաստ։ Բիոզուգարանները անիմաստ։ Փորձել եք թութ ուտել, վրայից ցոգոլ ուտել ու թան խմել հետևից։ Չեք փորձել, դրա համար էլ թվում է որ անիմաստ է։ Լավ մտածեք, հարգելի պաշտոնյա, ում անունը տենց էլ չիմացա։ Առանց շտապելու, եթե ասեք անիմաստ էր, խնդիր կունենաք վերևներում, եթե ասեք իմաստալից էր, ավելի վատ, կրեատիվ պատասխան է ստեղ պետք։ Գիտեք, ուրեմն 3 տարվա պատմություն ունի գնումից հետո։ Ես հիմա ճիշտ ասած չի ասի, որ ամբողջ օրը զբաղվում եմ դրանով։ Հանձնարարականները դրված են, ինչ վերաբերում է սպասարկմանը, կոնկրետ տեխնիկական սպասարկման հարցերի, ապա տվյալ դեպքում նրանք տեխնիկական սպասարկվում են, այն անսարքությունները, որ կա, փորձում են լուծել դաթևում տեղադրված դրանը։ Վատ չէր։ Իսկ մենք հիմա կապվում ենք Մհերի հետ, ով գտնվում է բիոզուգարանի էպիկենտրոնում։ Մհեր, ինչ ես կարծում, անիմաստ էր $170,000 հարկատների փողից վճարել զուգարանի համար։ Տղեկ, հո դուք աննորմալ չեք, ոնց էր անիմաստ։ Դու փորձի թութ ուտես, վրիջ շլոր ու վերջում թան ուտես, ինչքան իմաստալից է։ Իսկ եթե այդ 3-ը չխառնես։ Եթե այդ 3-ը չխառնես, հա, անիմաստ է։ Երկար ես այդտեղ մնալու։ Դե ճիշտ ասած, զուգարանի լիֆտի օրը գնաց տուն, 2 շաբթի նոր գալու է, դրա համար ինձ մի սպասեք։ Իսկ քանի որ այսօր մեր սիրելի երեխաների տոնն է, մեր հյուրն է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետ խորհրդատու Կարենչիկ Սարգսյանը։ Բարև Կարենչիկ։ Բարև Սերգեյ։ Քանի տարեկան ես արդեն տենց պաշտոնում ես։ 4, բայց արդեն 5-ի մեջ եմ։ Լավ, ինչ ես անում դու քաղաքապետարանում, այդ ճարտարապետական բաժնում։ Ես հավաքում եմ սենց տարբեր մեծ ջաջաների, իրանց տալիս եմ մտքել ու հետո իրանք գնում են այդ մտքերը անում են։ Մեր հերոստատիտողներին հետաքրքիր է ինչ մտքեր ես տվել վերջերս։ Վերջերս ես մամայի ու պապայի հետ դուրս եկել մանգալու հրապարակով քայլում ենք ու հասկացա, որ տուֆտա տեսք ունի մեր հրապարակը, դա համար որոշեցի մի փոքր լավացնեմ, հիմա ցույց տամ, ուրեմն սա պատկերասրահն է, հա։ Սա կառավարության շենքն է, սեն ժամացույցն է ստեղ, ստեղ ինչ-որ փոստ է, ստեղ ինչ-որ նոր հյուրանոց է, ստեղ էլ հին հյուրանոց է։ Ահա, պաստան ամեն ինչ էլ գիտես, բա ինչը դուրը չի գալի։ Նախ դուրս չի գալիս այս անիմաստ ֆանտանները, քանի քալակուսի մետր անիմաստ տեղ է զբաղեցնում։ Պրադ ենք անում ֆանտանները, տեղը դնում ենք սուպերմարկետ, հա։ Հիմա որ մտածում եմ, կարելի է այս պատկերասրահն լադանել ու միացնել մեծ սիրուն սուպերմարկետ սարքել։ Բայց Կարենչիկ, գիտեմ ինչ ես ասելու Սերգեյ, որ բնապահպանների ձենն էլ կտրենք, այս սուպերմարկետի գլխին դնում ենք մի հատ ծալ։ Հա, բա հետո։ Հետո այն գորգը, որ ստեղ մի հատ գորգ կա, չէ, մոխրագույն ու բաց մոխրագույն։ Թող գորգը լինի ուրախ ու զվարթ, տեսնենք կարմիր գորգ դեղին պուտիկներով, ու որ անիմաստ տեղ չզբաղացնի, մի քիչ էլ գովաստ կարելի է տեղադրել։ Թող գորգը լինի ուրախ ու զվարթ ու թող վաճառի շատ գովաստ։ Անծառատ ոնց որ ընկավ։ Լավ, շատ պրագմատիկ բալիկ դուրս եկար, Կարենչիկ։
Պրագմատիկ։ Դե հստակ հաշվարկներ անող։ Չէ, բալը գիտեմ, ուղղակի այսքան ռազմավարական մասշտաբի բաներ եմ անում, ընդհանրապես պրագմատիկ։ Լավ, բա պարկինգի հարցը ոնց ես լուծելու։ Ստոլգետնյա parking, մեքենան սենց գալիս է, ու մտնում է գոլգի տակ ստոլգետնյա parking է լինելու, կասենք, որ մի տալում կկալուցենք ու դե մի 3 տարուց կպրտնենք։ Բայց չէ՞ որ երթևեկությունը կաթվածահար կլինի։ Կաթվածահար։ Դե խցանումներ կլինեն։ Չէ, բալը գիտեմ, բայց ընդամենը կաթվածահար 3 տարի փակելու ենք հրապարակը, այսինքն քշել չի լինի քաղաքում, այսինքն հեծանվային սպորտն է զարգանալու, ոնց որ խոստացել ենք, բայց հետո կկալուցենք sense կամուճ, այս sense վերևով, sense որ գան կկապենք Աբովյան փողոցը Գլիկո լուսավորչի հետ, ու որ բնապահպանների ձենը կտրենք, ստե մի հատ ծալ։ Կարենչիկ, իսկ ինչ որ մշակութային նշանակություն ունենալու է հրապարակը։ Բա իհարկե, հիշում եք այն որ Լենին պապիկին հանեցին ու տեղը դատալք մնաց։ Հա, այնտեղ հիմա տարբեր բաներ են առաջարկում, Նոյի արձան, Տիգրան Մեծի արձան, էլի Լենինի արձան վերականգնել։ Հա, բայց ես ավելի լավ բան եմ մտածել, ուրեմն այս Լենին պապիկի տեղը դնում ենք Բալտ Սիմփսոնին։ Պատկերացնում ես քան տուրիստներ կգան, որ նկարվեն Բալտ Սիմփսոն։ Հա, չէ, Բեթմենին ենք դնում, Բեթմենին դնենք։ Շատ լավն է։ Կարենչիկ, իսկ չես ուզում ինչ որ պիտանի բան անես ճարտարապետական տեսքի համար քո քաղաքի։ Պիտանի։ Հա, գիտեմ, հիմա պետքա բացատրեմ, վերջում էլ կասես, որ գիտես այդ բառը ինչ է։ Այ այդ բառը իսկականից չգիտեմ, քելիս եկե։ Զգացվեց Բալիկ ջան։ Դուք մնացեք առաջին ռազմա մանկականի հետ, այդ ինչ է։ Բիոզուքալանն է։ Այդ էլ դնենք երևի ստեղ եք։ Գազի գների շուրջ պետք է կայանային լսումներ, պարզաբանումներ քաղաքացիական հասարակության եւ կարգավորող մարմնի միջև։ Բոլոր հավաքվեցին կարծես մի սենյակում, բայց չկայացան, որովհետեւ Ներկաներից մեկը նկատեց, որ քննարկմանը մասնակցելու համար նախապես գրանցված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից միայն մի մասն է կարողացել մտնել հանձնաժողովի դահլիճ։ Դահլիճը ունի սահմանափակ հնարավորություններ, կարող է Լավ, հիմա խնդրում եմ ունենք են, ինչ ունենք, բերեք մենք անցնենք ավելի կառուցողական քննարկման։ Բայց դա չստացվեց։ Դե ո՞նց կներ քննարկել այդ հարցը ընդամենը 30 հոգով, այլ ոչ թե 60։ Քննարկման անհնարինությունը բացատրեց նախագահի նախկին տեխնացու, իսկ այժմ ուղակի հմայիչ եւ խոստումնալից երիտասարդ Անդրեաս Ղուկասյանը։ Որովհետև դուք չեք կարող երաշխավորել, որ այն մարդկանց մեջ չկա այն մեկը, որը որ կանի այստեղ գործնական առաջարկ, որ բոլորի համար կլինի կարևոր։ Այո, կարող է ինչ-որ մեկը նենց առաջարկ անի, որ գազի գները միանգամից 4 անգամ կարողանան իջացնել։ Բայց կողմերը ընդհանուր լեզու չգտան ու քննարկումը տեղի չունեցավ։ Դե լավ, էլի վերջը նենց է կանել, այս մարդը նորից հացադուլ նստի ու տենց դες ծնկի իջացնի։ Բայց դա դեռ ամենը չէ, զուգահեռաբար գները թանկացել են նաև մեր քաղաքի հմայքը հանդիսացող խաղալիքների ապարատների վրա։ Մայիսի 23-ից հանրապետությունում խաղային ապարատների գործունեությունը դադարեցվել է։ Պատճառը լիցենզավորման մասին օրենքով պահանջվող գումարն է եւ ապարատների շահագործման կարգը։ 20 խաղային ապարատ աշխատացնելու համար պետք է վճարել 5 միլիոն դրամ։ Ոչ, հիմա երեխեքը որտեղից են շահելու սիգարետներ։ Չի կարելի տենց ասել։ Սիրելի, օրինական բիզնես է, իրավունք ունի աշխատել, ինչքան եք բարձրացրել հարկը։ Նրանք ոչ միայն չեն կարող վճարել պահանջվող 5 միլիոն դրամը, այլև անտրամաբանական են համարում միանգամից 20 ապարատ իրար կողքի տեղադրելու որոշումը։ Կազինոյի նման էլի 5 միլիոն դրամ մուծենք լիցենզիա ու մի սենյակի մեջ այդ ապարատները տանենք տեղադրենք։ 5 միլիոն է շատ է էլի։ Նայեք, հարցը հասկանալի է, անարդարությունը պարզ է, բայց լիաթոք սիմպաթիային խանգարում է այն, որ այդ ապարատներով երբեք հաղթել չի լինում։ Նույնիսկ եթե հաղթես շահումդ կլինի ինչ, սիգարետ։ Ինչ եղան են հին ու բարի արդյունքները։ Մեզ հետ է հիմա ապարատների հատուկ փորձագետ Մհեր։ Տղեկ շատ նորմալ ապարատ է։ Հաղթել ես երբևէ։ Չէ, բայց ծխելն եմ կրճատել, փողերից կեսը հենց այդ ապարատի մեջ պարտաճանաչ միշտ տանում թողում եմ։ Իսկ ինչու այնտեղ ծխախոտ, այլ ոչ թե արդյունքներ կամ նապաստակներ։ Դե տղեկ ջան, մեր մեջ ասած նապաստակներին ու արդյունքներին շատ դժվար է ծխել, էլի։ Իսկ
Իսկ հիմա մենք խոսենք մասոնների եւ Խաչիկ Ստամբուլցյանի մասին։ Այդ 90-ականների մեջից մորոքով մարդն է։ Ստամբուլցյանը հրավիրեց ասուլիս բացահայտելու ինչը ոնց է գաղտնի կազմակերպությունների աշխարհում։ Իսկ մեր լրագրող Մեհերը գնաց եւ բացահայտեց բացահայտողին։ Եթե դուք կարծում եք, որ այսօր մեր երկրի գլխավոր խնդիրներն են գազի թանկացումը, տնտեսական վիճակը, գաղջ մթնոլորտը, ուրեմն դուք չեք լսել սա։ Միջազգային վալյուտային ֆոնդը, Համաշխարհային բանկը, Միավորված ազգերի կազմակերպությունը եւ այլերից մի կառույցներ, դրանք հիմնական մասոնական կառույցների հիմնարկներն են։ Մայիսի 1-ը իլյումինատների, այսինքն մասոնների նախահոր, լուսավորիչների ծննդյան օրն է։ Մարտի 8-ը հերյական տոն է, Ուրիմի տոնն է, Հուդիթի տոնն է։ Փորձեցինք այդ օրը փոխել ապրիլի 7, մի տարի փոխվեց, հաջորդ եկավ Հրանուշ Հակոբյանը պարտադրեց, չէ որ մարտի 8-ը պետք է։ Օ, փաստորեն Հրանուշ Հակոբյանը իլյումինատ է։ Ժամանակին հրապարակեցի 300-ի կոմիտե եւ համաշխարհային կառավարության գաղտնիքները։ Այդ գրքի մեջ գրված է բոլոր այն հիմնարար ձեռնարկությունները, որոնք պատկանում են մասոններին, այդ 300 ընտանիքներին։ Այդ գրքի համար ինձ քրեական դատավարության կանչեցին, գիտեք ում բողոքով։ Ադիբեկ Ահարոնյան։ Ոնց Ադիբեկ Ահարոնյանն էլ, Ահարոն Ադիբեկյանն էլ։ Սահմանադրության 35-րդ հոդվածի մեջ այսպես է գրել. չափահաս տղամարդը, չափահաս կինը իրավունք ունեն ընտանիք կազմելու։ Ով ում հետ գրված չի։ Վահան Հովանեսյանը դաշնակ ասեց, պարոն Սանձ, ինչ կասկածամիտ ես խամուսին ուրիշ ինչ տեսակալ դու։ Ոնց Վահան Հովանեսյանն էլ։ Չնայած ով է իրանից բան հասկանում։ Մասոնական այլ մանրամասներ պարզեցի անձամբ Խաչիկ Ստամբոլցյանից։ Հատուկ մասոնական բարև չկա։ Կա, այդ մասոններ երբ որ բարևում են, որպեսզի մյուսին ցույց տա, բութ մատով այստեղ սեղմ է, եթե դու արդեն գիտակցեցիր, որ ես մասոն եմ, ինչ կարձագանքես, եթե չէ, ուղղակի մտածես բարևեց։ Ուղղակի որպես խորհուրդ, որ շատ չխորանաք էլի։ Չէ։ Այդ խորանալ չխորանալը գիտեք ինչ, այսինքն դա նույնն է, երբ որ ես մեղքը գիտեմ։ Ես շատ որպես բարի խորհուրդ ընդունեք, որովհետև ես մտածում եմ իմ գալիք սերունդի համար, ավելի լավ է եթե նահատակությունն ես նահատակվեմ իմ սերունդը ապրի, քան թե իմ սերունդը ապրի մի այլասերված հասարակարգի մեջ։ Ես դրանից վախենում եմ։ Ես նկատի ունեմ դուք արդեն չափից շատ բան գիտեք, դրա համար լավ կլինի որ կանգ առնեք էլի։ Ինչ համար, բայց ինչի դուք իմ փոխարեն դուք եք վախենում։ Ես չեմ վախենում, ես ուղղակի խորհուրդ եմ ձեզ տալիս։ Խորհուրդ տվեք։ Դուք էլ քիչ փորփրեք մասոնների թեման։ Հա, էլի, ուղղակի ընկերական խորհուրդ Մեհերից։ Իսկ վերջում դիտեք վիդեոբոցը։ You are football player? No. Մեր մոտ in Armenia, ոնց ասենք որ չնեղանան, սևամորտները football players։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. Այս սոլակի հարցը լավ է, անգամ բաներեցինք, չէ։ Ջալ տղա եք դիմանա։ Հա, ինչ ա եղել, նորմալ է, հեսա կհանենք։